Բարև ձեզ, ինձ շատ կարևոր հարց է ուզում ինտերնետով եմ ասում, որովհետև ինձ բարձրաբանում չտվեցին ոչ մի ձև, ոչ մի հասցե չտվեցին, որ իմանամ այս հարցի պատասխանը։ Ես Աֆրիկայից մեծ շատ մեծահարուստ մարդու հրավիրում եմ Հայաստան, շատ մեծահարուստ եւ մերժում եմ ստանում ազգային անվտանգությունից առանց պատճառաբանման։ Այդ մարդը ներկայացրել ամեն ինչ, արխիվներն իր անշարժ գույք, ամեն ինչը։ Մի խոսքով մերժում ստացավ, խնդիր չկա, գտել եմ, որ վտանգավոր մարդ է, չպետք է գա Հայաստան, բայց ես որպես Հայաստանի քաղաքացի չպետք է իմանամ խիա ինքը այդքան վտանգավոր ու ես չշփվեմ իր հետ, ինձ պաշտպանված զգամ, էլի, մեր երկիրն ինձ պաշտպանի այդ վտանգավոր աֆրիկացուց։ Դե հասկանում եմ ադրբեջանցի չէ, որ գա երկից տեղ նկարի գնա Ադրբեջանում ցույց տա, այտենց հնդիկ, ուրիշ աֆրիկական երկրների քաղաքացիներ չեն, որ կան սպասարկման ոլորտում հազարներով աշխատեն, շատ վտանգավոր լուրջ մարդ էր մեծահարուստ, որը կարող էր մեծ ներդրում կատարել Հայաստանում ու մերժում ստացա։ Ես չեմ քաղաքականացնում այս հարցը, ուղղակի կցանկանայի հասնել պատկան մարմինին, որ հասկանայի ինչի համար այդ մարդուն, որին ես անձամբ ճանաչում գիտեմ, իմանալով նրա հնարավորությունները մերժում ստացավ առանց պատճառաբանման, եթե այդպիսի խորը հիմքեր կան նրան մերժելու, ինձ ինչու չեմ պատասխանում եւ ոչ մի հասցե չեն տալի, որ դիմեմ, հասկանամ ինչու է իմ հյուրը մերժում ստացել։ Ես մի ժամում մեր հարևան երկրում, Ադրբեջանում չէ, Վրաստանում ստացա թույլտվություն նրան հրավիրելու, հարցը դա չի, ուղղակի մի քիչ վիրավորական է, էլի։ Շնորհակալություն։ Խնդրեմ տարածել, որ հասնի պատկան մարմիններին։